Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Բարև ձեզ, առաջինի եթերում մանրամասներն են, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսօրվա մեր առաջին զրույցը, մեր հարցազրույցը մենք նվիրելու ենք ռազմաարդյունաբերությանը, մի շատ կարևոր ճյուղի, տեղական ռազմաարդյունաբերությանը, պաշտպանության կարևոր ոլորտներից, համակարգի ոլորտներից մեկը, եւ այս զրույցը մենք վարելու ենք մասնագետի հետ, Avenue Consulting Group ընկերության բաժնետեր, ԲՏԱ նախկին նախարար Հայկ Չոբանյանի։ Բարև ձեզ, Հայկ Չոբանյան։ Այսպիսի մի տրենդ եմ ես նկատում, լինելով ոլորտից բավականին հեռու մարդ, տարբեր երկրներում, այդ թվում նաև Եվրոպայում, ինչը հատկանշական է, պաշտպանական կտրուկ ծախսերի աճի հետ մեկտեղ ձևավորվում է նոր, ոչ թե ձևավորվում է տվյալ դեպքում, այլ ամրապնդվում է եւ հզորանում է մի ոլորտ, որը տեղական ռազմաարդյունաբերությունն է, օրինակ նույն Գերմանիայում, եթե օրինակը բերենք, կարծես թե առաջնահերթը այսօր դառնում է ռազմաարդյունաբերությունը եւ նույնիսկ մեքենաները, մեքենաշինությունը, խոսքը գնում է սովորական մեքենաների մասին, կամաց զիջում է իր դիրքերը, գերմանական մեքենաշինությունը զիջում է իր դիրքերը, օրինակ չինական արտադրության մեքենաներին, բայց ռազմաարդյունաբերությունը սկսում է զարգանալ եւ տպավորություն է ստեղծվում, որ տարբեր երկրներում ռազմաարդյունաբերությունը դառնում է տնտեսության լոկոմոտիվ։ Ես չգիտեմ որքանով է սա դրական, միգուցե ավելի բացասական է, բայց այնուամենայնիվ այդ տենդենսը նշմարվում է։ Առաջի հարցը այսպեսին է, պարոն Չոբանյան, Հայաստանում ինչպիսի տենդենսներ են նկատվում եւ արդյոք այդ տենդենսները համահունչ են համաշխարհային տենդենսներին։ Նախ շնորհակալություն հրավերի համար եւ այս կարևորագույն թեմայի շուրջ քննարկման հնարավորություն տալու համար։ Այո, ճիշտ եք, եթե սրանից 30, 40, 50 տարի առաջ ռազմաարդյունաբերությունը որոշ խիստ սահմանափակ երկրների պրիվիլեգիան էր, ապա այսօր ռազմաարդյունաբերությունը դարձել է մասսայական գրեթե բոլոր երկրների դեպքում աշխարհի։ Եվ վերջին տարիներին իհարկե կան ֆավորիտներ այդ առումով, որոնք որ հատկապես ունեն որոշակի առավելություններ համաշխարհային քարտեզի վրա, բայց հատկապես 22 թվականի ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում հատկապես Եվրոպայում էապես փոխվեց վերաբերմունքը այս ոլորտի նկատմամբ։ Ձեր դիտարկումը տրամաբանելու եւ տրամանորեն բացատրելու համար ես մի քանի արգումենտ կարող եմ նշել։ Առաջին արգումենտը այն է, որ նախ ռազմական արդյունաբերությունը դա ուղիղ կապված է ընդհանրապես արդյունաբերության հետ եւ այլ կերպ եթե մենք փորձենք այդ տեխնոլոգիան բացատրենք ավելի վերևից, դա կոչվում է երկակի տեխնոլոգիաներ, այսինքն տեխնոլոգիաներ, որոնք որ կիրառվում են եւ ռազմական ոլորտում եւ ոչ ռազմական ոլորտում։ Դա նշանակում է, որ այն երկրները, որոնք որ զարկ են տալիս իրենց ռազմական տնտեսությանը, իրենք ըստ էության ուղղակի կամ անուղղակի կերպով զարկ են տալիս իրենց տնտեսությանը ընդհանրապես։ Երկրորդը, ռազմական արդյունաբերությունը տարեցտարի դառնում է ավելի տեխնոլոգիական, ավելի քիչ տեղ է զբաղեցնում երկաթը, ավելի շատ տեղ են զբաղեցնում ավելի բարձրակարգ ճշգրիտ ինժեներական տեխնոլոգիաները, ծրագրային ապահովումը վերջին շրջանում, վերջին հատկապես 11-ի ընթացքում արհեստական բանականությունը եւ այլն եւ այլն։ Եվ սրանից է նաեւ, որ այստեղ մրցակցությունը շատ ավելի դաշտը դառնում է շատ ավելի մրցակցային եւ հաջորդը ես կարծում եմ, որ պատերազմները բերում են ապացուցելու այն հանգամանքը, որ առաջին հաղթում այն պետությունը, ով որ ունի երկար շնչառություն, եւ երկրորդ հաղթում այն պետությունը, որը ունի ներքին արտադրական կարողություն, որը եւս իմ առաջին արգումենտի մաս է, որ ապահովում է երկրների համար երկար շնչառություն։ Եվ այն ինչ որ կատարվում է այսօր Ռուսաստանում եւ Ուկրաինայում, ռազմական արդյունաբերության ոլորտում, դա ուղղակի ապացուցում է քիչ առաջ նշածը, որ երկրները ուղղակի զարկ են տվել ռազմական արդյունաբերությանը, Ռուսաստանը լինելով աշխարհի փոքրաթիվ
խոշորագույն խաղացողներից մեկը ռազմական արդյունաբերության մեջ վերջին տարիներին ըստ էության բազմապատկել է հատկապես տեխնոլոգիական արդյունաբերության ծավալները, իսկ Ուկրաինան չլինելով գրեթե այդ քարտեզի վրա պատերազմի արդյունքում եւ պատերազմի կարիքի արդյունքում դարձել է աշխարհի ամենաարագ աճող ռազմաարդյունաբերական երկրներից մեկը։ Դուք նշեցիք ձեր դիտարկման մեջ եւս մեկ շատ կարևոր տերմին, որի վրա ես կուզեի ուշադրություն դարձնել, շեշտադրում անել, դա ռազմական արդյունաբերության նշանակությունն է երկրի տնտեսության մեջ որպես լոկոմոտիվի։ Շատ խոսվել է հատկապես Իսրայել պետության մասին այդ տեսանկյունից, բայց ընդհանրապես մենք կարող ենք խոսել ցանկացած ուրեմն գերազանցության կենտրոնի մասին այդ տեսանկյունից, որովհետև նույնիսկ մեզ շատ հայտնի եւ քաղաքացիական կյանքում շատ կիրառվող տեխնոլոգիաներ ստեղծվել են ամենամեծ մասսայականություն ունեցող տեխնոլոգիաներ ստեղծվել են ռազմական արդյունաբերության հարթակների վրա է սկզբանը, ինչպեսին օրինակ ինտերնետն է, GPS-ն է, սրա մասին շատ է խոսվել։ Այսինքն ընդհանրապես ռազմական արդյունաբերությունը ունի այդպիսի նշանակություն եւ այդ երկակի արդյունաբերություն լինելով ինքը առաջ է մղում տնտեսությանը, մեծ ներքին պահանջարկ ունենալով ինքը առաջ է մղում տնտեսությանը, իսկ Հայաստանի նման երկրների դեպքում դա շատ ավելի առաջնահերթ է մի քանի առումներով։ Առաջինը այն անվտանգության գոտին, որտեղ մենք գտնվում ենք եւ այդ տեսանկյունից անվտանգային տեխնոլոգիաների եւ արդյունաբերություն, որը ապահովում է երկրի անվտանգությունը, դրա դերակատարությունը շատ ավելի մեծ է մեր նման երկրների համար, խոցելի երկրների համար անվտանգային տեսանկյունից, քան թե այլ երկրների դեպքում։ Երկրորդը բարձրակարգ ինժեներական շուկան է եւ ավանդույթի տեսանկյունից եւ այն ամբողջ իրադարձությունների եւ զարգացումների տեսանկյունից, որ մենք ունենք անկախության տարիներին, հատկապես 2020 թվականից հետո, այսինքն վերջին 20-25 տարիների ընթացքում էապես ունենք աճ տեխնոլոգիական ոլորտում, վերջին 10-15 տարիների ընթացքում ունենք էական աճ ճշգրիտ ինժեներական ոլորտում, ոչ եթե դրանից առաջ հատկապես ծրագրային ապահովման ոլորտներ։ Երրորդը կրթական ցենզն է, Հայաստանը այնուամենայնիվ առանձնանում է, չնայած վերջին տարիների մարտահրավերներին, հուսով եմ դրա մասին էլ կխոսենք, այնուամենայնիվ Հայաստանը առանձնացել է եւ սովետական տարիներին եւ դրանից հետո հատկապես բնագիտական ուղղությունների կրթական հաստատուն հենքերի առումով սրա պատճառներից մեկը այն է եղել, որ հենց խորհրդային տարիներին ստեղծվել է Հայաստան ունեցել է այսպես ասած գիտական կամ գիտահետազոտական հեղինակություն եւ դրան համապատասխան կրթական ենթակառուցվածք, հանրակրթությունից մինչև բարձրագույն կրթություն եւ գիտական հաստատություններ եւ դա իներցիայով ոնց որ շարունակվել է եւ չորրորդը այնուամենայնիվ պետք է ես նշեմ նաեւ այդ կարեւորությունը, որը այս առումով որոշակի առումով նորույթ է համատած խորհրդային տարիների, դա հայկական սփյուռքի տեխնոլոգիական սփյուռքի, գիտական, գիտահետազոտական ոլորտի սփյուռքի կարողությունների օգտագործումն է եւ սա հնարավորություն է տալիս այս համախումբը եւ ոչ միայն, բայց առաջնահերթ այս համախումբը պահանջ եւ հնարավորություն է տալիս մեզ, որպեսզի մենք դիտարկենք ռազմական կամ երկակի տեխնոլոգիաների ոլորտը որպես արդյունաբերության զարգացման լոկոմոտիվ։ Իսկ այդ հնարավորությունը, պարոն Չոբանյան, որպես արդյունաբերության զարգացման լոկոմոտիվ դիտարկել ռազմաարդյունաբերությունը, ընդհանրապես կառավարությունը դիտարկում է դա։ Հաշվի առնելով վերջին տարիների գործընթացը, ռազմաարդյունաբերական ոլորտի պատվերների ծավալի մեծացումը ցույց է տալիս, որ այո, կառավարության քաղաքականության մեջ առկա է ռազմաարդյունաբերական ոլորտի զարգացման տեսլականը եւ կոնկրետ գործողություններով եւ ֆինանսական արդյունքներով մենք տեսնում ենք, որ դա առկա է եւ որոշակի շրջանում էլ ես եմ ներգրավված եղել դրա մեջ եւ կարող եմ ասել, որ այո, իսկապես դա եղել է առաջնահերթություն, տեղական տնտեսության զարգացումը։ Մեզ համար դա կարեւոր է նաեւ այն առումով, որ մենք հատկապես 20 թվականին աղերսվեցինք այն իրավիճակի հետ, երբ որ մեր սահմանները ըստ էության փակվեցին եւ սա նշանակում է, որ մեր ներքին արտադրողականությունը, մեր ներքին կարողությունները շատ ավելի մեծ պիտի լինեն անվտանգային մարտահրավերներին
դիմակայելու համար, բայց եթե ես ասեմ, որ այսօր մենք ունենք խիստ գերակայություն ռազմաարդյունաբերական, չեմ կարող, որովհետև դա գոնե ընդհանուր քաղաքականության խոսույթի ներդրումների, որովհետև սա այլ հետևից պետք է բերի ներդրումներ, առումով դեռևս բավարար չէ իմ կարծիքով եւ որը կարող է լինել նաեւ հիմնվելով այն երկրների փորձառությանը, որոնք այդ ճանապարհով անցել են։ Ինչի մասին է խոսքը։ Ընդհանրապես արդյունաբերությունը ինքը բազմաշերտ երևույթ է, սկսում է կրթությունից մինչև հասարակության մշակույթ, տեխնոլոգիական հնարավորություններ, արտադրական ուրեմն միջավայրեր, կարողություններ, բիզնես միջավայր, ներդրումային եւ այլն, այսինքն պատկերացրեք այս ամբողջությունը, այս ամբողջության մեջ պետք է լինեն որոշակի քայլեր, որոնք որ կապահովեն այդ առաջնորդությունը։ Սկսենք կրթության ոլորտից, որը հիմնարար նշանակություն ունի տեխնոլոգիաների եւ հատկապես տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման համար, առաջին հերթին խոսքը վերաբերում է STEM կամ եթե հաշվի առնենք արհեստական բանականության ժամանակակից զարգացումներին եւ այդտեղ ստեղծարար կոմպոնենտի կարեւորությանը, մրցունակությանը, STEAM, որը իր մեջ ներառում է նաև այդ ստեղծագործական կոմպոնենտը, դրա զարգացումը եւ այս առումով մենք ունենք բավականին հաջողված օրինակներ, նույնիսկ կարող եմ ասել գերազանցության կենտրոններ, դա հատկապես հանրակրթական տարիքի երեխաների տարբեր կրթական պլատֆորմներն են, Արմատ ինժեներական լաբորատորիաներից, մինչև Թումո կենտրոն, մինչև ուրեմն Fab Lab, որը դեռևս այբ դպրոցից հիմնադրումից արկա էր, որը որ վերաբերում է հենց այն կոմպետենցիաներին, որոնց առավելությունները հատկապես գերակային դառնում ներկա ժամանակներում։ Հիմա մանրամասներ երբ որ ասենք, դա լրացուցիչ կապացուցվի։ Երկրորդ կոմպոնենտը, որը ամենաբացակայողն է իմ կարծիքով, դա մասնագիտական կրթության կոմպոնենտն է եւ հատկապես միջին մասնագիտական կրթության կոմպոնենտն է եւ ներկա բարեփոխվող աշխարհում կամ վերափոխվող աշխարհում ընդհանրապես պետքա կարծում եմ մենք ոչ թե կրկնօրինակենք ուրեմն ուսումնարանների եւ քոլեջների աշխարհում ընդունված պրակտիկաները, այլ պետք է փորձեն գնալ նոր պրակտիկաների, որը հատկապես վերաբերում է կրթություն եւ պրակտիկա ուղիղ համադրությանը։ Սկսած նրանից, որ գործարաններին կամ արտադրական կենտրոններին կից պետք է լինեն կրթական հնարավորություններ, վերջացած նրանով, որ կրթական կենտրոնները պետք է ունենան արտադրական, միկրոարտադրական հնարավորություններ եւ այս միկրոարտադրությունը եւս իմ կարծիքով ժամանակակից արդյունաբերական փոփոխությունների եւ Հայաստանի հնարավորությունների կարևորագույն հանգրվան է, ելնելով նրանից, որ երկիրը փոքր է մեկ, ելնելով նրանից, որ մենք կորցրել ենք մեր արտադրական կարողությունների մեծամասնությունը, ելնելով նրանից, որ հոսքագծային արտադրություններ դնելը ենթադրում է, որ դու պետք է նաև մրցունակ լինես մասսայական արտադրության շուկայում, որտեղ շատ դժվար է մրցակցել նույն Չինաստանի մյուս երկրների հետ, նշանակում է մենք պետք է ստեղծենք ավելի փոքր քանակությամբ, ավելի բարձրաժեք ուրեմն ապրանքներ եւ պետքա մեր արդյունաբերությունը ուղղված լինի դրան, միկրոարդյունաբերությունը նաև հնարավորություն է տալիս արդյունաբերությունը աշխարհագրորեն տարածել եւ սա շատ կարեւոր դիտարկում է հատկապես պաշտպանական արդյունաբերության կամ ռազմական արդյունաբերության տեսանկյունից, որովհետեւ դու դիվերսիֆիկացնում ես նաև դրա խոցելիությունը, վտանգները եւ դու դա տարածում ես ամբողջ Հայաստանի տարածքով, ներդնելով նաև այն մարզերում, որոնք ուղղակի հատկապես ուղղակի սպառողներ են անվտանգության, ասենք Սյունիքի մարզ, Տավուշի մարզ, երրորդ բաղադրիչը իհարկե գիտահետազոտական կամ բարձրագույն կրթության բաղադրիչն է, որտեղ որ եւս վերափոխումներ են պետք։ Այսինքն մեր մասնագիտությունները, որոնք առկա են բուհերում, պետք է համապատասխանեն այն կարիքներին, որոնք դրվում են որպես ռազմավարական ուղղություններ ռազմական արդյունաբերության տեսանկյունից, այսինքն էլեկտրոնիկայի, ծրագրային ապահովման մասնավորապես արհեստական բանականության, մեխանիկա, մեխատրոնիկա, ժամանակակից CNC մեքենաների օգտագործում, 3D
տպիչների օգտագործում անհատական հենց, չգիտեմ, բարձրաժեք արտադրանք ունենալու համար եւ այս օրինակները աշխարհում արդեն կան։ Եվ աշխարհում արդեն կան խոշոր հնչեղ success story-ներ, օրինակ Խորվաթիայի մեքենաշինության ոլորտում այդ Rimac մեքենաների արտադրությունը, որ տարեկան ընդամենը տասնյակ կամ հարյուրյակ մեքենաներ է արտադրում, բայց հազարավոր մասնագետներ են ներգրավել եւ մեքենայի արժեքը սկսում է $1 միլիոն, այսինքն ուզում եմ ասեմ, որ սա ինչի մասին մենք խոսում ենք, չնայած ինքը որոշակի առումով կապված է հատկապես արհեստական բանականության եւ 5-րդ սերնդի արդյունաբերության հնարավորությունների հետ, որի մասին մենք խոսում ենք, բայց նմանատիպ օրինակներ եղել են նաեւ ավելի նախորդ շրջանում։ Տվյալ դեպքում խորհրդական օրինակը գալիս է 2009 թվականից եւ սրա կոնտեքստում նաեւ պետքա ստեղծվեն համապատասխան արդյունաբերական գոտիներ, որտեղ որ այսպես մասսայական ուղակի մեր բնակչության այն զանգվածը, որ այդ հնարավորությունները ունի, ձեռներեցության, մասնագիտական, ինժեներական եւ այլն, այդ կենտրոններում կզբաղվեն մասսայական տարբեր պատվերների իրացմամբ եւ այդ պատվերները լինելով ռազմաարդյունաբերական կունենան նաեւ երկակի նշանակություն եւ կօգտագործվեն նաեւ այլ ոլորտներում, որը նաեւ հնարավորություն է արտահանման ծավալների լուծացման։ Պարոն Չոբանյան, երկու օրինակ բերեմ պրակտիկ հարթությունում, մեկը Ադրբեջանից, մեկը Հայաստանից եւ փորձենք շարունակել մեր զրույցը։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանը Պակիստանից գնում է 40 GF-17 կործանիչներ, ընդհանուր առմամբ 4.6 միլիարդ դոլարի արժողությամբ, գործարքի արժեքը։ Ես, եթե չեմ սխալվում, վերջին 1.5 տարվա ընթացքում մի քանի անգամ լսել եմ, որ Հայաստանում պետք է կառուցվի հնդկական գործարան, հնդիկների հետ համագործակցություն, որը արկեր է պատրաստելու տեղում։ Մինչև այսօր սա էլ տեղից չի շարժվում, որքանով ինձ հայտնի է, ես կարող եմ սխալվել։ Եվ դա այն դեպքում, երբ որ դուք շատ ճիշտ նշեցիք, որ այս պահին կա երկարակեցության, պաշտպանության երկարակեցության խնդիր բոլորի մոտ, առնվազն մեզ մոտ սա ավելի վառ է արտահայտված, հաշվի առնելով, որ երկու կողմից առնվազն մենք շրջապատված ենք ոչ բարեկամ պետություններով, եւ մենք չունենք տեղում արկերի արտադրություն։ Ես ինչու սա ասացի, Ադրբեջանը գնում է 40 հատ կործանիչ, սա լուրջ հայտ է, բալանսը հերթական անգամ փոփոխելու համար, առանց այդ էլ մենք հեռու ենք իրենցից հետ ենք ընկնում, հիմա նոր այդ սպառազինությունների մրցավազքում նոր հայտ է Ալիևը ներկայացնում, իսկ մենք այդ գործարանը չենք կառուցում, որ գոնե այդ գաուբիցաները, որ գնում են Հնդկաստանից, տեղում ունենանք այդ արկերը։ Այն դեպքում, երբ որ Վրաստանից եւ Իրանից, ինչպես հայտնի է, նրանց տարածքով արկեր բերելը պրոբլեմատիկ է մեզ համար, սա լուրջ խնդիր է։ Համենայն դեպս ինձ այդպես են վստահեցնում։ Հիմա այս ուղղությամբ ձեր կարծիքով պրակտիկ հարթությունում ինչ պիտի անենք, որ գոնե, չես հասկանում եմ, որ մենք 40 հատ կործանիչ չենք կարող գնել 4.6 միլիարդ, բայց գոնե այդ արկերը ունենան կամ չգիտեմ, տեղում ինչ որ արտադրություն ունենք, որ վաղը աստված ոչ արածցե, եթե պատերազմ լինի, գոնե մենք արկեր ունենանք, որ այդ գաուբիցաները աշխատեն, այլ ոչ թե կարակեն մի օր կարակեն եւ վերջ։ Ես հիմա թվերի մասին չեմ խոսի, բայց ուղղակիորեն կարող եմ ասել, որ Հայաստանում արդեն կան ընկերություններ, որոնք զբաղվում են հենց արկերի արտադրությամբ։ Այսինքն մենք ունենք արդեն այդպիսի կարողություններ, արդեն արտադրում են։ Մենք ունենք այդպիսի կարողություններ, որոնք որ երկար ժամանակ չենք ունեցել, այսինքն երկար տարիներ Հայաստանը ամբողջ իր արսենալը ներմուծում էր դրսից եւ ճիշտ է, որ մենք ունեինք սահմանային խնդիր եւ երկար տարիներ այդ ներմուծումները հիմնականում իրականացում էր օդային տրանսպորտով։ Ես գիտեմ, որ դա շատ մեծ խնդիր է։ Ինչքանով է մեր կարիքները այսօր բավարարվում մեր ներքին արտադրողների միջոցով, եկեք գնահատական չտանք, բայց ես սկսեցի դրական նոտայից, որ մենք ունենք ձեռնարկություններ, որոնք այս նիշայում կան, արտադրում են եւ ի պատիվ այդ ձեռնարկությունների պետք է ասեմ, որ դա կատարվել է հատկապես հենց այդ ձեռնարկությունների ներդրումների, պայքարի եւ այլն շնորհիվ։ 155 թե 152։ Հա, դա արդեն չեն կարող ասել եւ սկզբունքային հարց։ Դա արդեն չեն կարող ասել, բայց ես կարծում եմ, որ կարեւոր է, որ Հայաստանի Հանրապետությունը վերջապես ունի այդպիսի կարողություններ։ Հիմա խնդիրը այդ կարողությունների զարգացման մեջ է։ Ես մի այսպես էպիզոդիկ օրինակ կարող եմ բերել, որ
հոդվածներից մեկում կարդացի, որ Իրան-Իրաքյան պատերազմից հետո, այսպեսի մի հատ շատ հետաքրքիր ինֆորմացիա էր, որ Իրան-Իրաքյան պատերազմից հետո, որը դաժան պատերազմ էր երկարատև եւ պատկերացնում եք, թե ինչ ծավալի արկեր եւ փամփուշտներ էին օգտագործվել այդ պատերազմի ժամանակ, այդ պատերազմից հետո իրանական բանակում դեռևս շարունակում էին օգտագործել պատերազմից առաջ արտադրված արկեր եւ փամփուշտներ։ Այսինքն սա նշանակում է, որ երկրի արսենալը, պահեստային արսենալը այնքան մեծ էր, որ նույնիսկ այդ դաժան պատերազմից հետո եւ այդ գիրառման այդ ծավալներից հետո դեռևս իր արսենալում, իր պահեստերում մնում էին արկեր եւ փամփուշտներ, որոնք արտադրվել են պատերազմից առաջ, ոչ թե պատերազմի ընթացքում։ Սա խոսում է նրա մասին, որ Հայաստան նման երկիրը իսկապես պետքա շատ մեծ արսենալ ունենա իր պահեստներում ապագա հնարավոր պատերազմի դեպքում այդ երկարակեցությունը ապահովելու եւ նաեւ ասեմ ձեզ, որ ես կարծում եմ, որ տեսակետը, որ երկրի ռազմական կարողությունը եւ ռազմական պատրաստվածության աստիճանը նաեւ խաղաղության գրավական է, սա ճիշտ տեսակետ է եւ իմ կարծիքով մենք այսօր ներդրումներ ենք կատարում երկրի ռազմական կարողությունների զարգացման մեջ ոչ միայն հնարավոր պատերազմը հաղթելու, այլև այդ պատերազմը կանխարգելելու առումով գոնե պաշտպանական տեսանկյունից, այսինքն որ քո թշնամին պետք է իմանա, որ քո կարողությունները այնպիսին են, որ եթե ինքը ոտնձգություն կատարի քո վրա, կարող է ճակատագրական լինել իր համար։ Եվ գտնում եմ, որ այն ջանքերը, որոնք որ թափվում են, դա տեղին է, բայց ոչ բավարար, որը, ինչպես դուք նշեցիք, կախված է նաև մեր երկրի հնարավորությունների հետ, բայց նաև այսօրվա տեխնոլոգիական հնարավորությունները հնարավորություն են տալիս գերազանցություն ապահովել այնպիսի դոմեյններում, որտեղ պարտադիր չի, որ դու գերազանցես քո թշնամուն, բայց դա բավարար է քո թշնամուն չվերականգնվող վնաս հասցնելու համար, որը առնվազն կապահովի հնարավոր պատերազմական իրավիճակում պատերազմի դադարեցում։ Պարոն Չոբանյան, կոնկրետ Պակիստանից այդ կործանիչների ձեռքբերումը Ադրբեջանի կողմից մենք ինչով կարող ենք պատասխանել։ Ողջամիտ պատասխանը որը կլինի, որովհետև սա ակնհայտ հերթական անգամ բալանսը խախտվում է։ Նայեք, նախ ես արդեն խախտված բալանսն է խախտվում։ Այդ բալանսը պահելու խնդիրը միշտ հակասական է մի քանի առումներով։ Առաջինը, որովհետև դու երբեք չես կարող ամբողջությամբ իմանալ հակառակորդիդ արսենալի վերաբերյալ։ Հա, մենք կարողանում ենք տեղեկանալ միայն հրապարակային կամ ոչ հրապարակային աղբյուրներից մեզ հասած ինֆորմացիայի հիման վրա, բայց միշտ կա որոշակի տեղեկատվություն, որին մենք տեղյակ չենք եւ նույնը գտնվում է հակառակ կողմում։ Երկրորդը միշտ կարող է քո հակառակորդը ավելի շատ հնարավորություն ունենալ այդ խնդիրները իր արսենալը մեծացնելու, քան թե դու, հատկապես եթե խոսում ենք Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի մասին, պարզավոր բալանսը այնպիսին է, միշտ իրենք կարող են ավելի շատ հնարավորություն ունենալ դա ձեռք բերելու համար։ Խնդիրը գերազանցության եւ առաջնորդության մեջ է, այսինքն ոչ թե ով ավելի շատ ոչ միայն ով ավելի շատ արկ կգնի կամ ով ավելի շատ հրանոթներ կգնի կամ ով ավելի շատ տանկեր կգնի, այլ խնդիրը ռազմավարության մեջ է, խնդիրը քո ռազմական ուժերի տեխնոլոգիական հագեցածության մեջ է, խնդիրը քո զինված ուժերի մարդկային ներուժի պատրաստվածության մեջ է եւ խնդիրը քո ռեզերվային ուժերի, ակտիվ ռեզերվի, մոբի օպերատիվության, պատրաստվածության եւ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում արագ ներգրավման եւ պրոֆեսիոնալ վարքագծի մեջ է։ Եվ ես կարծում եմ, որ այս տեսանկյունից չափազանց կարևոր է հատկապես շեշտադրումը դնել տեխնոլոգիական առաջնորդության մեջ, այսինքն եթե մենք ասենք ինչպիսին է Հայաստանի զինված ուժերի ինչով է Հայաստանի զինված ուժերը
տարբերվում օրինակ Ադրբեջանի զինված ուժերից, օր առաջ մենք պետք է հասնենք այն մակարդակին, որ դրա պատասխանը լինի, որ մեր զինված ուժերը առանձնանում է տարածաշրջանում իր հատկապես տեխնոլոգիական հագեցածության եւ իր ինտելեկտուալ զորախմբի, նորից եմ կրկնում, ներառյալ զինված ուժերի ուրեմն մշտական ծառայողների եւ ռեզերվային ուժերի ներգրավման հնարավորությունը եւ այդ ռեզերվային ուժերի նաեւ ինտելեկտուալ մասնակցության շնորհիվ եւ սա կրկին բերում եւ խոսում է ռազմական արդյունաբերության կարողությունների զարգացման եւ այդտեղ առավելագույն հատկապես տեխնոլոգիական հանրույթի առավելագույն մասնակցության մասին, որը որ դեռևս հեռու է բավարար լինելուց, բայց ես հավատում եմ դրան եւ գտնում եմ, որ Հայաստանը իսկապես հնարավոր է ոչ մոտ ապագայում, ընդհանրապես ես կարծում եմ, որ մենք շատ մոտ ապագայում մեծ խնդիրներ չենք կարող լուծել, բայց հեռավար ապագայում ռազմավարական խնդիրներ դնելով, հեռավար խնդիրներ դնելով եւ այդ խնդիրները իրար հետևից լուծելով, ընդ որում համակողմանի եւ համապարփակ լուծելով, ի նկատի ունեմ կրթության մեջ, ինչպես լսեցինք, արդյունաբերության մեջ, տնտեսության մեջ, հասարակության մտածողության մեջ, մշակույթի մեջ, այդ ամեն ինչը փոխելով մենք կարող ենք իսկապես ինչ որ մի կետում արձանագրել, որ մենք ունենք տեխնոլոգիական բանակ եւ դա է մեր կամ զինված ուժեր, տեխնոլոգիական զինված ուժեր, դե միայն բանակը չի զինված ուժերը, մենք ունենք հասարակություն, որը որ առնվազն անուղղակի մասնակցություն երկրի անվտանգությանը եւ ռեզերվային համակարգը աշխատում է բարձր արդյունավետությամբ եւ մենք ունենք ռազմական արդյունաբերություն, որի զարգացումը կատարվում է ակսելերացիոն սկզբունքով, այսինքն ամեն տարի մի քանի անգամ ավելի արագ աճ ունենք, քան թե նախորդ տարի, մանավանդ որ այդ հնարավորությունը կա նաեւ այն տեսանկյունից, որ մեր երկիրը իր անվտանգային համակարգի ապահովման համար դրա կարիքը ունի եւ պետությունը կարող է դառնալ խոշոր պատվիրատու։ Պարոն Չոբանյան, թույլ տվեք այս դերական նոտայով ավարտենք մեր այսօրվա զրույցը։ Շնորհակալություն։ Մեր հյուրն էր Avenue Consulting Group ընկերության բաժնետեր, բարձրատեխնոլոգիաների նախկին նախարար Հայկ Չոբանյանը։ Քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր աշխատանքը առաջինի եթերում։ Մեր եթերը շարունակվում է հարցազրույցով, մեր հյուրն է փաստաբան ԵՄ Հայաստան քաղաքասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը։ Բարև ձեզ Տիկին Հակոբյան։ Այսօր նշանակալից օր է, ուղիղ 1 տարի առաջ մեկնարկեց, մեծ հաշվով մեկնարկեց Հայաստանի, վախենում եմ այդ բառը ասեմ, բայց պետք է ասեմ, եվրոինտեգրման գործընթացը ԵՄ անդամակցության պահանջի։ Այո, ճիշտ է, վաղուց է մեկնարկել, չէ՞, Հայաստանի եվրոինտեգրման գործընթացը, այդ պահանջի գործընթացը մեկնարկեց, եւ այսօր կա տրամաբանական հարց, այդ հարցը բոլորն են տալիս, եւ հիմա ես ուղղում եմ այդ հարցը ձեզ, որտեղ ենք հասել այդ 1 տարվա ընթացքում։ Օրենքը ընդունվեց եւ Այո, ճիշտ եք, այս ժամանակահատվածն էր նախորդ տարի, որ մենք ժողովրդավարական ուժերի հարթակի անդամները պահանջ ձևակերպեցինք ՀՀ իշխանություններից մեկնարկելու ԵՄ-ի անդամակցության գործընթացը եւ ըստ էության այդ հարցով կազմակերպելու հանրաքվե եւ հանրաքվեից բացի ընդունելու ազգային ժողովի որոշում, այդ կապակցությամբ ԱԺ եվրոինտեգրման հարցերի հանձնաժողովը լսումներ կազմակերպեց եւ մեծ հաշվով գործընթացը այդ կետից մեկնարկեց, ուր ենք հասել։ Բարդ հարց է։ Եվրոինտեգրման գործընթացի տեսակետից վատ տեղ չենք հասել, որովհետև սերտանում են ԵՄ Հայաստան հարաբերությունները, նախատեսվում է, որ մոտ ժամանակներս կստորագրվի ԵՄ Հայաստան նոր գործընկերության նոր օրակարգը սահմանող փաստաթուղթը եւ
այդ փաստաթուղթը այսպես խոսակցական մակարդակում հայտնի է որպես CEPA+, եւ մի տարվա չափ այդ փաստաթղթի շուրջ բանակցություններ էին ընթանում Հայաստան ԵՄ-ի միջև տեսնում ենք, որ այդ այցերը փոխադարձ ինտենսիվանում են, մյուս տարի Հայաստանում կանցկացվի ԵՄ քաղաքական համայնքի եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, ինչը էլի դրական է, միևնույն ժամանակ որպեսզի մենք կարողանանք անդամակցության հայտի քննարկմանն անցնել, մենք իհարկե պետք է կատարենք արդեն իսկ ստանձնած հանձնառությունները եւ խոսքը այստեղ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորությունների մասին է եւ այստեղ ցավոք մենք չունենք մեծ առաջընթաց եւ իշխանության տարբեր ներկայացուցիչներ տարբեր գնահատականներ են հնչեցնում այդ համաձայնագրի կատարման այսպես տոկոսի մասով կարծիք կա իշխանությունից այսպես տեսակետներ են հնչում, որ լավագույն դեպքում մինչև հաջորդ տարվա վերջը իշխանությունը կատարած կլինի այդ համաձայնագրով ստանձնած պարտավորությունների 50%-ը 2 տարի մենք ԵՄ Հայաստան քաղաքասերակցության պլատֆորմը 2 տարի առաջ խոսել է այդ ճանապարհային համաձայնագրի կատարման նպատակով ընդունված ճանապարհային քարտեզների թարմացման անհրաժեշտության մասին 2 տարի է անցել, մենք նույնիսկ այդ ճանապարհային քարտեզները չունենք թարմացված, ինչը էլի դրական չի։ Նաև ուզում եմ ասել, որ ԵՄ Հայաստան քաղաքասերակցության պլատֆորմի գործառույթներից ամենակարևորը համաձայնագրի կատարման մշտադիտարկումն է եւ այդ կապակցությամբ մենք պատրաստում ենք հրապարակել մեր 2024 թվի զեկույցը եւ ամսի 24-ին կլինի այդ միջոցառումը եւ մի քանի ոլորտների վրա հատուկ շեշտադրում կկատարենք, այդ ոլորտներն են դատա իրավական բարեփոխումների ոլորտը, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտը, վիզաների դյուրացում եւ ազատականացում, էներգետիկ անվտանգություն, աշխատանքային իրավունքներ եւ միգրացիոն քաղաքականություն եւ մի քանի այլ ոլորտ կփորձենք այդ ոլորտների վերաբերյալ մեր գնահատականները հնչեցնել եւ ԵՄ Հայաստան քաղաքասերակցության պլատֆորմը ունի նաեւ կայք, որտեղ մենք թարմացնում ենք տարեկան մեկ անգամ պարբերականությամբ CEPA-ի կատարման ընթացքը ավելի այսպես վիզուալ գործիքակազմի միջոցով տոկոսային հարաբերակցության որ ոլորտները ինչքանով են կատարված այդ կայքի այսպես թարմացված տարբերակը եւս կներկայացնենք այդ իրադարձությունից շուտ չեմ ուզում այդ գնահատականները բարձրաձայնել, որովհետեւ մեծ միջոցառում ենք նախատեսում, կառաջարկեմ հետևել այդ գնահատականները այդ օրը կհնչեն, դրանից հետո հարցազրույցներով ավելի մանրամասն կխոսենք, բայց եթե ամփոփեմ, ընդհանուր առմամբ շատ հուսադրող չի CEPA-ի կատարման ընթացքը։ Տիկին Հակոբյան, Արարատ Միրզոյանը արտգործնախարարը Հայաստանի Լավրովի հետ ասուլիսի ժամանակ փաստացի հայտարարել է, որ մենք չունենք նպատակ գնալ դեպի Եվրամիություն, անդամակցել Եվրամիության։ Բայց այդպես էր ասել, որ թե ասել էր հայտ ներկայացված չի, բանակցություններ չեն ընթանվել նպատակի մասին, ավելի շատ խոսեց էկոնոմիկայի նախարարը, ավելի նպատակը չի, ասեց օրակարգում չկա։ Օրակարգում չկա, հա, ես հենց դա եմ ուզում ասել, դրա մասին փաստացի սա է նշանակում։ Հիմա ձեր նշած այդ թիվը 50%-ը մինչև 26 թվականի վերջը CEPA-ի կարող է։ Այս 50%-ը ըստ ձեզ իշխանությունը դա անում է, սա իշխանության անկարողության մասին է խոսում, որ ենք չեն կարող իրականացնել, թե չեն ուզում իրականացնել եւ այստեղ կա հստակ քաղաքական նպատակադրում։ Այդտեղ խնդիրների մի բույլ է, այսպես ասած, կարողությունների հարց հաստատ կա, այդտեղ շատ է խոսվում այդ մասին, որ
Հայաստանի պետական մարմինները, որոնք պատասխանատու են այդ համաձայնագրի կատարման հարցերով, բավարար կարողություններ չունեն։ Այնտեղ կա կառավարության կառուցվածքին վերաբերող խնդիր, այսինքն պետական մարմինները էլի լավ միտքս ամփոփեմ, հետո ասեմ ինչ են պատճառաբանում, թե ինչի է այդ խնդիրը առկա։ Խնդիրն այն է, որ պետական մարմինները չունեն առանձնացված ստորաբաժանումներ, օրինակ Եվրոպայի վարչություններ կամ եվրոինտեգրման վարչություններ եւ այլն, տարբեր պետական մարմինների նախարարությունների ներսում, որը բացառապես կզբաղվի ԵՄ Հայաստան հարաբերությունների օրակարգով։ Տրամաբանականը դրա համար ընդհատում են, ինչի չունեն, չեն ուզում։ Կարիք չկա։ Այդ է ասում, պատճառաբանությունն այն է, որ բյուջեն սուղ է, միջոցները բավարար չեն, ու այդ տարբեր պետական պաշտոնյաներից հնչած կարծիքներն են, չեմ կարող ասել, կամ կարող է դրա անհրաժեշտությունը չեն գիտակցում, համենայն դեպս այդ կառուցվածքային առումով էլ պետական մարմինները adekvat չեն ՍԵՊԱ-ի կատարման, այսպես մեր ուզած արագության համար, նաև այստեղ ասվում է, որ նաև աշխատավարձերի խնդիր կա, մասնագետները չեն ցանկանում ցածր աշխատավարձերով աշխատել պետական մարմինում, սա իհարկե այսպես համակարգային խնդիր է եւ վերաբերում է ոչ միայն գործադիրին, հա, դա նաև վերաբերում է դատական իշխանությանը, դատական իշխանությունն էլ իր ծանրաբեռնվածության համեմատ աշխատավարձերի խնդիր ունի, էլի օրինակ այս վերջերս այդպիսի մի ստատիստիկա ձեռքից տակ ընկել, որ վերաքննիչ քրեական դատարանի գործերը 2023 թվականին քննված գործերը 600-ն են եղել, 2024 թվականին 1200-ից անցել են, 2025-ի առաջին եռամսյակում արդեն իսկ 600 են։ Սա նշանակում է, որ մինչև տարվա վերջ հնարավոր է դառնան 2500-ի մոտ, բայց այդ դատավորների աշխատավարձերը չեն փոփոխվում։ Երբ այդ հարցերը բարձրացվում են, օրինակ բարձրացվում էր փաստաբանների հարկերի բարձրացման հարցը եւ մեր խնդիրն այն էր, որ ասում ենք պետք չի այդ հարկերը բարձրացնել, որովհետեւ փաստաբանները այդ հարկային բեռը փոխանցելու են վստահորդին եւ բնականաբար այստեղ տուժելու է ընդհանուր մարդու իրավունքների պաշտպանության գործը, հա։ Ցանկացած դեպքում վերջնական սպառողն է ամեն ինչի համար վճարում դա բարձր։ Եվ պատճառաբանությունը այն էր, որ ասում էին բարձրացնում ենք, որ դատավորների աշխատավարձը բարձրացնենք, իրանք լավ քննեն այդ գործերը, բայց փաստացի ոչ այդ հարկային փոփոխություններն անելուց ի վեր ոչ դատավորների աշխատավարձն է բարձրացել, ոչ էլ դատավորների թիվն է ավելացել, բայց ծանրաբեռնվածությունը դատարանների աճում, այսինքն այս սրանք բոլորը էլի հարցեր են, որոնք ազդում են օրինակ դատայի օբյեկտիվ խնդիրներն են, իսկ սուբյեկտիվ կան, քաղաքական։ Քաղաքական խնդիրները էլի մի խնդիր էլ կա, որ անպայման ուզում եմ մատնանշել այդ կարողությունների թեմայով, նաև ԵՄ-ն է իրականացնում ծրագրեր, որոնք ուղղված են պետական մարմինների կարողությունների հզորացման, այսինքն ԵՄ-ն հանձն է առել նաև ներգրավելու փորձագիտական ներուժ եւ այլն, եւ այդ ծրագրերը եւս իրենց լիարժեք արդյունավետությամբ չեն իրականացվում, այսինքն ըստեղ էլ փոխադարձ վերահսկողության խնդիր կա, ԵՄ-ն պետքա կարողանա վերահսկել իր իսկ կողմից նախաձեռնած այն ծրագրերը, որոնց նպատակը կառավարությանն օգնելն է այդ ոլորտում, կառավարությունն էլ պետքա կարողանա հասցեական պահանջի ասի, որ այս հանձնառություններն էլ դուք եք ստանձնել այս ոլորտում, այսինքն դուք էլ այստեղ գործ ունեք անելու, միայն ինձնից չեք կարող պահանջել։ Այս խնդիրների այսպես բան է, հա, կարծում եմ, որ որոշակի աշխարհաքաղաքական հանգամանքներն են ազդում, այստեղ Եվրոպան շատ է խոսվում այն մասին, որ ինքը խնդիրներ ունի, ինքը իր անվտանգային հարցերը հələ պետք է լուծի եւ այլն, եւ միգուցե այս ամենի ֆոնին էլի այս չշտապելու կամ ընդհանրապես մտածելու, որ հա միգուցե չարժի այս թեման սենց
շատ ուշադրություն դարձնել, հələ մի հատ սպասենք ընտրություններին, տեսնենք ինչ ալնում, նոր հասկանանք։ Այս ամեն ինչը իհարկե քաղաքական կամքի վրա է ազդում բնականաբար։ Եվս մեկ հարց, ինչ նորություններ ունենք կամ չունենք լիբերալիզացիայի գործընթացից վիզաների ազատական։ Ինձ թվում է սա մի ոլորտ է, որտեղ մենք քիչ թե շատ առաջընթաց ունենք, այստեղ ներքին գործերի նախարարությունը վատ չի աշխատում այս մասով եւ գիտենք, որ վերջերս անցկացված մրցույթում հաղթող է ճանաչվել ֆրանսիական ընկերություն, որը կենսաչափական անձնագրերի այսպես պատրաստումը պետք է իրականացնի եւ բայց դրանից զատ էլի ունենք օրենսդրական փոփոխությունների խնդիր, մասնավորապես մարդու իրավունքների ոլորտի խնդիրներ կան, որոնք օրենսդրական մակարդակում պետք է հասցեագրվեն, մասնավորապես ես խոսում եմ ամենակարևորը այդ խտրականության արգելքի մասին, օրենքի ընդունման վերաբերյալ եւ սա մի օրենք է, որ տարիներ շարունակ բանակցվում է, տարիներ շարունակ քաղաքասարակությունը ասում է, որ սեռական կողմնորոշման հիմքով խտրականության բացառման այսպես հարցը պետք է ամրագրվի օրենսդրական մակարդակով եւ սա ինչու է անհրաժեշտ, որ այն անձինք, որոնք Հայաստանից այսպես մեկնում են եւ ապաստան են հայցում Եվրամիության անդամ պետություններում, վկայակոչելով սեռական կողմնորոշման հիմքով խտրականությունը, այստեղ այն օրենսդրական բազան, որը իրենց կպաշտպանի, առնվազն դա առկա լինի։ Եվ սա եւս պետք է արվի, բայց բացի դրանից մարդու իրավունքների ոլորտի մի շարք ստանդարտներ կան, որոնք պետք է էլի իրականացվեն եւ ոչ միայն այստեղ նաեւ օրենսդրական մակարդակով, այլ իրավակիրառ մակարդակով նաեւ այդ օրենքները ոչ միայն պետք է ընդունվեն, այլև մեր իրավակիրառները պետք է կարողանան եւ գործադրեն դրանք, կիրառեն դրանք։ Որքանով ինձ հայտնի է, պահանջներից մեկը ազատականացման ճանապարհին դա այն է, որ մեր սահմանները պետք է վերահսկեն մեր կողմից, մենք այս պահին երկու սահման ունենք Թուրքիայի հետ եւ Իրանի հետ, որը outsource-ով տրված է ռուսներին, այս հարցում ինչ պիտի լինի։ Մենք հասնում։ Այո, մենք պետք է ինքնուրույնաբար կարողանանք վերահսկել մեր սահմանները, դա եւս պահանջ է։ Միջև այդ սահմանները փաստորեն մենք չվերցնենք մեր վերահսկողության տակ, ազատականացումը չի կարող դառնալ։ Չի լինի, եթե իհարկե ինչ որ բացառիկ մոտեցում չկիրառվի Հայաստանի դեպքում, բայց ինչը քիչ հավանական եմ համարում։ Այդպիսի պրակտիկա չկա։ Այդպիսի պրակտիկա չկա, դե չգիտեմ, կարծում եմ, որ եղել է պրակտիկա, որ ԵՄ-ն մի քիչ ավելի տարբեր մոտեցում է կիրառել, օրինակ Եվրոպական խաղաղության գործիքակազմից է Հայաստանը օգտվել ունենալով ռուսական ռազմաբազա, ասածս ամենևին չի նշանակում, որ մենք կարող ենք հույս ունենալ, որ չկառավարելով մեր սահմանները, մենք կարող ենք ունենալ ազատ վիզաների ռեժիմ։ Այն էլ այն դեպքում, որ սահմանները կառավարվում են ռուսների կողմից։ Այո, դրա համար այսպես շատ փոքր հավանականություն եմ թողնում, բայց ինչը այսպես էլի։ Շնորհակալություն Տիկին Հակոբյան։ Մեր հյուրներ փաստաբան ԵՄ Հայաստան քաղաքասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը, քիչ անց մենք շարունակենք մեր աշխատանքը առաջին եթերում։ Շարունակում ենք մեր աշխատանքը առաջինի եթերում, շարունակում ենք այն հարցազրույցով, մեր հյուրն է Հայաստան-Իրան համագործակցության զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն Փույա Հոսեյնին։ Բարև ձեզ, պարոն Հոսեյնի։ Բարև ձեզ։ Պարոն Հոսեյնի, ես անընդհատ հետևելով Թեհրանից հնչող հայտարարություններին, անընդհատ այսպես ռեֆրենով լսում եմ մոտավորապես նույն խոսույթը կապված Սյունիքի միջանցքի հետ կամ Զանգեզուրի միջանցքի հետ, ինչպես շատերն են կոչում, եւ այս անգամ հերթական անգամ այդ մասին խոսել է Իրանի հեղափոխության առաջնորդի խորհրդական Ալի Ակբար Վելայաթին, պարոն Վելայաթին նշել է, որ Իրանը խափանել է Զանգեզուրի միջանց ստեղծելու փորձը։ Նախ այսպիսի մի հարց, ի՞նչն է առիթը, առիթ կա այդ մասին խոսելու։
այս պահին։ Մինչև Զանգեզուրի միջանցքը Թուրքիա եւ Ադրբեջանի օրակարգում է եւ իրենց կողմից անընդհատ շեշտում են դրա մասին։ Իհարկե Իրանը հանդես է գալիս հայտարարություններ, հանդես է գալիս գործողություններ, դարբեր ձևով գործողություններ, որբեսի խաթանի նման նկերտումները, նման ծրագիրները բազմիցս ինչքան այդ ծրագիրը իրանց օրակարգում լինի, Իրանը դիմադրելու է եւ թույլ չի տալիս նման բան տեղի ունենա, ինչպես բարոն Վելայաթի ասում, Իրանը խափանել եք մի քանի անգամ այդ նկերտումները, այդ ծրագիրը, որ այդ կողմը փորձել են իրականացնեն, նաև նահատակված պարոն Ռայիսիել մի անգամ ռազմական շքերթի ժամանակ հայտարարեց, որ Իրանի զինված ուժերը թույլ չեն տվել, որ Զանգեզուրի միջանցքը իրականանա, Իրանը մի քանի անգամ զորավարժություն արեց Իրան եւ Ադրբեջանի սահմանների մոտակայում եւ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս զգուշացել են կողմերին, որովհետեւ այդպեսի ծրագիրից, նկերտումներից զերծ մնան, Իրանը միջանցք է տվել, ոչ թե միջանցք, ճանապարհ է տվել Ադրբեջանին, Նախճեվանին միացնող եւ Ադրբեջանում կոչում են Արազ կոլիդոր, Արազ միջանցք, դրա համար արիթ չկա, որ իրենց Զանգեզուրի միջանցքի արիթով ինչ որ ուզենան ագրեսիա սկսեն, վերջերս էլ Էրդողանը Ադրբեջանի այսից լրագրողներին ասել է, որ Իրանը պետք է աջակցի Զանգեզուրի միջանցքի ծրագիրը եւ դրանով խաղաղություն կլինի, դրանով դարաշրջանի զարգացում կլինի, հարցը եթե Իրանը ճանապարհ է տալիս, այդ ճանապարհը բավարար չի, իրենց եթե բուն նպատակ է Ադրբեջանին միացնելը Նախճավանին, դե Իրանը դրամադրում է այդ ճանապարհին, եթե բավարար չի, բա ինչ արիթ է, որ իրեն Զանգեզուրի միջանցք են պահանջում եւ պահանջում են, որ Իրանը աջակցի այդ ծրագիրին, որ երբեք Իրանը նման գործողություն չի կենալու, նման համագործակցություն իրենց հետ, Իրանի համար կարմիր գիծե թեմա է եւ ինչպես Իրանի պաշտպանություն նախարարի այս ժամանակ էլ Իրանի պաշտպանություն նախարարը հենց Երևանից հայտարարեց, որ Իրանը երբեք թույլ չի տալի Զանգեզուրի միջանցքը Իրան-Հայաստան սահմանները խաթարեն, Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնաիշխանությունը Իրանը աջակցում է, դա շատ ուժեղ մեսեջ է հակառակորդ կողմերին, որ Իրանի պաշտպանություն նախարարը հենց Երևանից արեց իրենց։ Պարոն Հոսեյնի, դուք շատ կարևոր մի նկատառում հնչեցրեցիք հարց։ Արդյոք ինչու Թուրքիային եւ Ադրբեջանին բավարար չէ Իրանի տարածքով այդ ճանապարհը դեպի Նախիջևան։ Ես օրինակ վստահ եմ, որ իրականում խոսքը չի գնում հենց դեպի Նախիջևան ճանապարհի մասին։ Սա շատ ավելի մեծ աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական նախագիծ է, որտեղ եւ Թուրքիան եւ Ադրբեջանը ունեն իրենց շահերը։ Ես կուզեի ձեր կարծիքը իմանալ, դուք ինչ եք կարծում։ Իրականում ինչ են իրանք ուզում։ Ինչի են իրանց համար այդ հարցը այդքան կարևոր։ Ես elə կարծում եմ, որ Նախիջևանը չի ստեղ խնդիրը։ Իհարկե Նախիջևանը այստեղ չի խնդիրը, ոչ միայն Իրանը դրամադրել է ճանապարհ իրենց, որ Ադրբեջանը Նախիջևանին միանա, այլ Հայաստանը նույն առաջարկ է արել, ասել է նույն պայմաններով, որ Իրանը դրամադրում է ճանապարհ իր վերահսկողությունի տակ, մենք էլ պատրաստ ենք դրամադրենք Ադրբեջանին միացնող ճանապարհ, Նախիջևանին միացնող ճանապարհ Ադրբեջանին, բայց իրեն ոնց որ այլ բան են ուզում եւ մեր համար հայտնի է իրան ինչ են ուզում, դե իրեն ուզում են վերահսկեն այդ ճանապարհները, հետո դրանից ճանապարհի բազից իրեն Սունիքում բնակցեն 300,000 ադրբեջանցիներ եւ քիչ-քիչ Սունիկը դիրաբեդեն, վերահսկությունի տակ պահեն եւ դրանից հետո քիչ-քիչ ամբողջ Հայաստանը
դա Հայաստանի գոյությունի խնդիր է իրանց դերել են երկարաժամկետ եւ փանթուրքական ծրագիր է, որովհետեւ ամբողջ այդ թուրքական պետությունները միացնեն իրար եւ դրանով նաեւ նեգերդումներ ունեն Իրանի հյուսիսային մասը, որը մեծ քանակով ազարիախոս բնակչություն է ունի, իրենց նեգերդումները, իրենց մեծ երկար տարիներ ծրագիրը համ Հայաստանի վրա, համ Իրանի վրա։ Պարոն Վելայաթին իր ուղերձում նաև ընդգծել է, որ Զանգեզուրի միջանցքի վերջնական նպատակը ոչ միայն Իրանին հյուսիսային ուղղությունից կտրելն էր, այլ Ռուսաստանի շուրջ օղակը հարավից շրջապատելն ու փակելը։ Սակայն այդ նախագիծը եւս ձախողվեց։ Ինձ մոտ հարց է առաջանում, եթե դա այդպես է եւ դա ուղղված է այդ թվում նաեւ Ռուսաստանի դեմ, ինչու է Ռուսաստանն այդ նախագծի լոբինգով զբաղվում եւ անընդհատ հիշատակելով չարաբաստիկ թղթի կտորի, որը ստորագրվել է 20 թվականի նոյեմբերին 9-րդ կետը, փորձ է անում իրականացնել այս նախագիծը եւ այդ միջանցքը բացել եւ թույլ տալ, որպեսզի Թուրքիան եւ Ադրբեջանը անխափան հաղորդակցություն ունենան Հայաստանի տարածքում։ Բարձր Ռուսաստանին թվում է դա իր շահիցը բխում, որ Զանգեզուրի միջանցքը իրականանա, բայց իրականում եթե թուրքական պետությունները միանան Իրան, նաև սպառնալիք է Ռուսաստանին, Չեչենիայի տարբեր այդ հարավային Ռուսաստանի հարավային մասերը հետո նեգերդումներ կունենան թուրքները, իրանց թվում է, որ իրանց շահիցը բխում, բայց ուղիղ հարված է իրանց անվտանգությունի համարել։ Թուրքիայի մենք տարբեր ժամանակներ տեսնում ենք, որ Թուրքիայի հետ եղբայրություն անել է, ինչ բոլոր այդ երկիները, որ եղբայրություն են անում, ընկերություն են անում Թուրքիայի հետ, վերջը ինչ հարվածներ են ստանում, ինչ դավաճանություններ են ստանում Թուրքիայի կողմից։ Նաև պարոն Վելայաթիը խոսում է ոչ միայն Ռուսաստանի մասին, այլ ասում է երկիրներ կային, որ ուզում էին Իրան եւ Եվրոպայի մինչեւ կապը խաթարեն եւ մենք թույլ չենք տվել հենց Զանգեզուրի միջանցքի մասին է խոսքը նաեւ ոչ միայն Ռուսաստանի մասին է խոսում, այլ Իրան եւ Եվրոպայի հարաբերությունները մասին է խոսում, այսինքն Իրան եւ Եվրոպայի այդ հարցում շահերը համընկնում են, Իրան եւ Հայաստանը ճանապարհ է Եվրոպայի հետ մինչեւ Փարսից ծով եւ դա իրանց համար էլ անվտանգությունի սպառնալիք կարա լինի, խնդիր կարա լինի եւ նաեւ Չինաստանի համար էլ Չինաստանի յուղնուրների համար էլ Թուրքիայի նեգերդումներ ունի այս տարածքների վրա ամբողջ տարածաշրջանը խնդիր է եւ այդպես են մատուցում որպես բոլոր տարածաշրջանի երկիրները շահելու են բայց միայն իրանք են շահելու բոլոր տարածաշրջանի ապրող ժողովուրդը ապրող երկիրները դրանից վնաս են ստանում Այն, որ Թուրքիան եւ Ադրբեջանը այդ նախագծի դեպքում շահելու են իրականացման, դա ակնհայտ է, բայց Ռուսաստանի մասով ես չեմ կարող դա հասկանալ։ Վերջը Ռուսաստանը 44-օրյա պայմանավորված պատերազմի արդյունքում Թուրքիային բերել տարածաշրջան։ Սա փաստ է։ Երկրորդ փաստը Թուրան նախագիծը, եթե այն իրականացվի, այդ թվում նաև Սյունիքի միջոցով, հա, այսպես ասեմ, եթե Հայաստանը ընկնի Ինքը այդ նախագիծը առաջին հերթին ուղղված է Ռուսաստանի դեմ։ Հաշվի առնելով, որ կենտրոնական Ասիան Ռուսաստանի տակ տարածվելու է, եւ այդ ձեր ասած հյուսիսային Կովկաս, Ուրալ, հա, թուրքերով բնակեցված շրջանները։ Սա լուրջ գոյաբանական մակարդակի վտանգ է Ռուսաստանի համար։ Հիմա ինչ է Ռուսաստանը, այդքանը չեն գիտակցում իրենք, շարունակում, այսպես ասեմ, Հայաստանին հանձնել Եվ հնարավորություններ ստեղծել թույլատնելով Հայաստանին, որպեսզի վաղը Թուրքիան եւ Ադրբեջանը կարողանան այդ նախագիծը իրականացնել։ Չէ՞ որ ռազմավարական մակարդակով եւ առումով հերանեկարով այն ուղղված է առաջին հերթին Ռուսաստանի դեմ։ Ես հասկանում եմ, որ Հայաստանի եւ Իրանի դեմ է ուղղված, բայց Ռուսաստանի դեմ է, չէ՞ որ ինչի են նրանք
անընդհատ Հայաստանի ղեկավարության վրա սա փաստ է, ճնշում բանեցնում, որպեսզի այդ 9-րդ կետը իրականություն դառնա։ Ես դա չեմ հասկանում։ 9-րդ կետի համաձայն Իրան պիտի վերահսկեն այդ ճանապարհը, դրանից են Պարոն Հոսեյնի, ես ներողություն եմ խնդրում, Լաչինի միջանցքն էլ էին իրենք վերահսկում։ Այդ նույն փաստաթղթի համաձայն, որտեղ է Լաչինի միջանցքը հիմա։ Գոյություն չունի։ Չէ, դրա մասին չեմ խոսում։ Իհարկե նոյեմբերի 9-ի պայմանագիրը գոյություն չունի փաստացի։ Բայց ինչի համար շեշտը դնում են, որ այդ կետի վրա իրենց այդ իրավունքը ստանում էին, որ վերահսկեն իրենց անվտանգությունը վերահսկի այդ ճանապարհը։ Եթե իրեն ասում են, եթե կամ դեղի չի պիտի ունենա, կամ եթե Թուրքիայի հետ արևտուր են անում Ուկրաինայի հարցով կամ բաների հարցով, պետք է իրեն ջնշեն Հայաստանին, որովհետեւ եթե դեղի էլ ունենանում այդ ճանապարհները իրենց վերահսկությունի տակ լինի, որովհետեւ իրեն կարողանան իրենց խաղակարտները ունենան տարածաշրջանում հարավային Կովկասում։ Բայց դա իրականություն չի, իրադես չի, իրականություն չի դառնալու, որովհետև համ Հայաստանը դեմ, համ Իրանը դեմ։ Իրանը բազմիցս նշել է մենք դեմ ենք երրորդ կողմի վերահսկությունը նաև այդ ճանապարհներին միայն եւ միայն մեր համար ընդունելի է Հայաստանի իշխանությունների վերահսկությունը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը պիտի պահպանի եւ Հայաստանը պիտի վերահսկի այդ ճանապարհները, որովհետեւ վերջիվերջո Հայաստանի ճանապարհներ են եւ համաձայն բոլոր միջազգային իրավունքները եւ օրենքները Հայաստանը այդ իրավունքը ունի եւ Իրանը աջակցում է այդ իրավունքները։ Փոխենք մի փոքր մեր զրույցի հունը եւ ընթացքը պարոն Հոսեյնի ապրիլի 12-ից ԱՄՆ-ն եւ Իրանը արդեն 5 ռաունդ են անցկացրել, հա, 5 փուլ բանակցությունների կապված միջուկային ծրագրի հետ եւ հիմնական հակասությունը շարունակում է մնալ, որքանով ես հասկանում եմ, ուրանի հարստացման տոկոսայնությունը։ Այս հարցում ինչ որ հնարավորություններ կան, դուք ինչպես եք գնահատում գործընթացը, լավատեսության հիմքեր կան, որ այդ բանակցությունները կավարտվեն, դրական ավարտ կունենան, հաշվի առնելով, որ մենք էլ Հայաստանում շատ ենք շահագրգռված, որպեսզի լինի դրական արդյունք, որովհետև սա իմ կարծիքով, սա իմ անձնական կարծիքն է, կտրականապես եւ ռադիկալ կերպով կփոխի ամբողջ աշխարհաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում։ Միանշանակ, եթե Իրան եւ Միացյալ Նահանգները համաձայնագիրը ստորագրեն եւ համաձայնություն կան ամբողջ տարածաշրջանը շահելու եւ միանշանակ ամեն ինչ դա Իսրայելի շահից չի բխում, որովհետեւ Իսրայելը ուզում է տարածաշրջանը անգայուն բահի, իրանց գոյաբանությունը անգայունությունի մեջ է եւ փորձում են ամեն կերպ խոչընդոտեն այդ համաձայնությունը, բանակցությունները մեծ լոբինգ եւ մեծ լոբինգը գործադրում, որովհետեւ խոչընդոտեն 6-րդ փուլը, ինչպես հայտարարել են երկու երկիրները, գիրակի օրը տեղի կունենա, բայց ուրանի հարուստացման շուրջ երկու երկիրները փակուղի մեջ են մտել, Միացյալ Նահանգները ասում են թույլ չի տալիս, որ Իրանը ուրան հարուստացնի, Իրանը ասում է մեր համար կարմիր կիզը ուրանի հարուստացմանը, որովհետև մենք Իրանը NPT-ի անդամ է, միջուկային զենքի չտարածման համաձայնագիրի անդամ է եւ այդ կազմակերպությունը եւ այդ միջազգային օրենքների շուրջ Իրանը իրավունք ունի սահմանափակ ուրան հարուստացնի իր խաղաղ միջուկային ծրագիրների համար եւ դա Իրանի իրավունք է եւ ոչ մեկը իրավունք չունի այդ իրավունքից զերգի Իրանը բայց խոսքը գնում է որ ուժի գործադրումում սպառնալիքով փորձում են Իրանին զերգեն այդ իրավունքներին եւ դրա համար է Իրանը դիմադրում է նաեւ այսօր պետք է նշեմ որ Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է ուղերձ հեղել Միացյալ Նահանգների կողմին որովհետեւ եթե դուք չեք ուզում մենք միջուկային զենք ունենանք
պետք է այդ համաձայնագիրը ստորագրենք, որովհետև մենք էլ պատրաստ չենք միջուկային զենք ստեղծել եւ եթե մեր շեշտը դնենք դրա վրա մենք համաձայնություն կարանք այն ոչ դուք եք ուզում ոչ մենք ենք ուզում Իսկ ինչի վրա է շեշտը դրվում չէ ուրանի հարստացման վրա է դրա համար փակուղի մեջ է մտնում բանակցությունները Ընդհանրապես ուրանի հարստացման վրա Իհարկե դե ուրանի հարստացմանը կապ ունի զենքի ստեղծմանը բայց տոկոս կա չէ ընդ տոկոս կա 60% հիմա Իրանը 600 կիլոգրամ մոտավորապես ունի որը եթե 90% հասնի հարստացմանը մի քանի շաբաթով կարա մոտավորապես ինչ որ փորձագետներ են ասում 10 միջուկային զենք ունենա եւ նաեւ այստեղ հետաքրքիրը Ռուսաստանի ակտիվացնում է այսօր Կրեմլի խոսնակը ասել է մենք ավելացած այդ ուրանի հարստացմանը կարանք տեղափոխենք Մոսկվա Ռուսաստան որ մեր համար անընդունելի է նաեւ այդ դարբերակը եւ եթե Իրանի արտաքին գործերի նախարարը ասում է եթե զենքի մասին է խոսքը մենք կարանք մեխանիզմների շուրջ բանակցենք վրայսկությունի մեխանիզմների ամենախիստ մեխանիզմները կարան լինեն որովհետեւ դուք վստահություն ձեռք բերեք որ Իրանը չի գնալու զենքի ստեղծմանը միջուկային զենքի ստեղծմանը եւ եթե կենտրոնան այդ գեդի վրա կարան համաձայնություն կան որովհետեւ ինչ որ իրենք են ասում Իրանը է ասում այստեղ խնդիր չկա բայց եթե ուրանի հարստացման վրա կենտրոնան իհարկե փակուղի մեջ է մտնում տարբերակներ Օմանը միջնորդ Օմանը առաջարկել է պետք է տեսնենք 6-րդ փուլը ինչպեսի հանդես գալիս բայց վերջերս էլ Իրանին Թրամփը այսօր խոսել է ասել է Իրանը շատ կոշտ հայտարարություններ է անում Իրանը պատրաստ է այդ սցենարներին եթե զախողվի բանակցությունները ինչպեսի ռազմական դիմադրություն եւ հակահարցակում պատրաստում է Իրանը Իրանի այսօր Իրանի պաշտպանություն նախարարը դրա մասին խոսել է եւ զգուշացել է եթե փակուղի մեջ մտնի եւ խափանվի բանակցությունները Իրանը պատրաստ է ռազմական սցենարին եւ պատրաստ է հակահարված հասնի ոչ միայն Իսրայելին, այլ ամբողջ տարածաշրջանի Միացյալ Նահանգների ռազմաբազաները երկու երկիրները չեն ուզում այդ ուղղության գնան, բայց պետք է տեսնենք ճիշտ ուղղության բերենք այդ բանակցությունները Իրանի արտաքին գործերի նախարարը դրա մասին է խոսել, որ մենք նույն բան ենք ուզում փաստացի, բայց չեն կարող համաձայնություն գանք համ Իրանը չի ուզում զենք ստեղծի, համ Միացյալ Նահանգները, բայց դրա վրա կարան համաձայնություն կան եւ փաստաթուղթ ստորագրեն։ Հենց հարցս այդ պարոն նախարարի այդ հարցադրման, հա, այդ մտքի համատեքստում էր եւս մեկ կարևոր ըստ իս հարց պարոն Հոսեյնի տեսեք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ռազմական բալանսը վաղուց է եղել խախտված իրականում եւ վաղուց միջև 44 օրյա պատերազմը եւ 44 օրյա պատերազմից հետո այն ընդհանրապես կարելի ասել գոյություն չունի եւ ահա այս պայմաններում Ադրբեջանը Պակիստանի հետ գործարք է կնքում 4.6 միլիարդ արժողությամբ բավականին պատկառելի թիվ եւ պատրաստվում է գնել 40 GF-17 կործանիչներ։ Սա Իրանին չի անհանգստացնում։ Մինչև Պակիստան մեկնել այդ երագում հանդիպում է Էրդողան, Պակիստանի նախագահի եւ Ալիովի հետ հանդիպմանը Պակիստանի նախագահը մեկնեց Իրան, Իրանից գնաց Ադրբեջան որովհետեւ Իրանին հանգստացնի, որովհետեւ այդ համագործակցությունը Իրանի դեմ չի, բայց Իրանը զգայուն է, որովհետեւ ինչքան մենք ականատես ենք եղել ռազմական բալանսի խախտումը վերջին տարիներ, ինչ աղետներ բերեց տարածաշրջանում Արցախի դեմ պատերազմին եւ դրանից հետո
Ադրբեջանի կողմից նկերդումները եւ սպառնալիքները, որ հիմա կա Իրանը իհարկե մտահոգված է ռազմական բալանսի խախտումը տարածաշրջանում, որովհետև դա կբերի ռազմական գործողությունների մեծ ռիսկ եւ իրենց նկերդումները կփորձեն ռազմական միջոցով ագրեսիայով լուծեն Իրան մենք այդ դիմակայելու համար այդ երագում այդ կոալիցիայի, որ է ստեղծել է տարածաշրջանում Պակիստան, Թուրքիա եւ Ադրբեջանի կոալիցիայը եւ դրա հետևում կայնած Իսրայելը մեծ ռազմական աջակցությունները եւ զենքի դրամատուրգությունները բերում եւ դա էլ կարա հանգամանք լինի անգայունացնելու համար տարածաշրջանը մենք պետք է երագում դիմադրելու համար երագում համագործակցություն ստեղծենք Իրան, Հնդկաստան եւ Հայաստանի միջև այսինքն Թուրքիա, Ադրբեջան, Պակիստանի դեմ պետք է երագույն երեք երկիրները բոլոր ոլորտներում կարողանան համագործակցեն նաև անվտանգություն, որովհետեւ այդ խախտված բալանսը կարողանան միասին վերականգնեն եւ դա է մեզ դալիս երկար եւ արդար խաղաղություն տարածաշրջանում մինչեւ այդ ուժային բալանսը խախտված է բանի ռիսկը պատերազմի ռիսկը մեծ է մենք պետք է այդ կետին հասնենք երեք երկիրները որ ռազմավարական համագործակցություն լինի մեր երկրի մեջ որպեսզի բալանսավորենք այդ տարածաշրջանի ուժային բալանսը եւ հակակշռենք Շնորհակալություն պարոն Հուսեյնի շատ հետաքրքիր զրույցի համար մեր հյուրն էր Հայաստան-Իրան համագործակցության զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն Փույա Հուսեյնին այսպիսին էին այսօրվա մանրամասները ձեզ հետ էր Դավիթ Ստեփանյանը կհանդիպենք